մեր լրագրողուհիներից մեկը լուր տվեց, թե կայքերից մեկում Eurasia.net.org կայքում հենց առաջին էջում, այսինքն բացեք թե չէ, մի նկար երևա եկեղեցու, որ լրագրողու ասելով ինք արցախցի է, ասաց, որ ես Արցախում նման եկեղեցիներ շատ եմ տեսել եւ ինձ թվում է, որ սա հայկական եկեղեցի է, բայց մակագրված է ալբանական եկեղեցի։ Ուրեմն մտա նայեցի, իսկապես մի զավեշտական պատմություն է սա։ Գրված է 10, ուրեմն ալբանական եկեղեցի, նկարը ինչ առիթով է, ուրեմն նկարի հեղինակն է Վլադիկ Ռավիչ անունով մեկը, ենթադրելի է կամ չեխ է, կամ սլովակ է, գուցե sense մի ամեն դեպքում սլավուն է։ Ուրեմն Ադրբեջանը 4.5 միլիոն դոլար է հատկացրել Գերմանիայից եւ Ավստրիայից մեծ քանակությամբ ազնվացեղ կովեր, ցուլեր, ուրեմն խոշոր եղջերավոր կենդաններ են գնել, հույսով որ իրենց մոտ ուրեմն որակը բարձրացնեն կովերի կաթնատվություն եւ այլն։ Եվ դրանք բաշխել են ամբողջ հանրապետության մեջ։ Ուրեմն այս հեղինակը, ուրեմն Ռադիչ կոչվածը, Ռավիչ ներողություն, Ռավիչ ազգանունով, ուրեմն այդ կովերին նկարել է Դաշբուլաղ գյուղում։ Դաշբուլաղը Շաքիի շրջան է, Կուրի Ծախապնյա շրջան է, եւ մինչեւ 18 թվականը զուտ հայաբնակ գյուղ էր։ Մուսաֆաթի կառավարման տարիներին բնաջինջ եղավ, թուրքական բանակը մուտք գործեց Բաքու գնալու ճանապարհին, շատ գյուղերի հետ նաեւ Դաշբուլաղը ոչնչացվեց։ Ուրեմն Դաշբուլաղի տարածքում են այդ կովերը։ Ուրեմն այս նկարիչը Ռավիչը ինչպես է նկարել։ Մի քանի կով է երևում եւ կովերից հեռու ետին պլանում եկեղեցին է։ Եվ ակնհայտ է, որ եկեղեցին գոմ է, որտեղ դուր չունի, բաց է մուտքը եւ ակնհայտ է, որ գոմն է եւ կովերը։ Տակը մակագրված է ալբանական եկեղեցի։ Ուրեմն ալբանները ըստ ադրբեջանցիների հորինած թեզի իրենց քրիստոնյա նախնիներն են։ Ուրեմն ալբանական եկեղեցին, այսինքն քրիստոնյա թուրքերի հուշարձան եւ իրենք շատ հանգիստ, անտարբեր, որ այդ եկեղեցին գոմ է։ Իհարկե, ինչ վերաբերում է իրականությանը։ Դաշբուլաղի եկեղեցին կոչվել է Սուրբ Գևորգ, կառուցվել է 1828 թվականին, ունեցել է շինարարական արձանագրություն այդ մասին պատմող, որը հրատարակել է դեռ 1893-ին Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը իր Աղվանից երկիր եւ դրացիկ աշխատության մեջ։ Երևակայեք 1828 թվականի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցի ալբանական մակագրությամբ, բացատրությամբ։ Այդ խեղճ մարդը ուղղակի թե ասա այդ կովերը չէր կարող մի նենց ուղղությամբ նկարել այդ գոմ եկեղեցին, ալբանական եկեղեցին կադրի մեջ չլներ։ Հիմա ստացվելու է հետեւյալը։ Ադրբեջանցիները իրենց գլխին են տալու, որ ճիշտ է շատ բան են ավերել, ամբողջ Նախիջևանում այսօր չունենք որևէ հուշարձան, բայց իրենց գլխին են տալու, որ այնքան էլ լավ չեն աշխատել։ Եվ օրինակ մեկը որ կով է նկարում, կադրի մեջ եկեղեցի է հայտնվում։ Սա հերթական ուղղակի ճչացող աղավաղումներից, կեղծիքներից մեկն է, որ ցանկալի է, որ իսկապես աշխարհը եւ այդ լուսանկարիչը մանավանդ, որ իրեն ասել են ալբանական է եւ ինքն էլ իբրև ալբանական է իմացել, առանց հասկանալու, որ ալբանները գրեթե մի 1000 տարի առաջ արդեն լքել էին երկիր թաթերաբեմը եւ 1000 տարի հետո չէր կարող, այսինքն 19-րդ դարում չէր կարող ալբանական եկեղեցի կառուցվել։ Սրանք կարևոր են այս տեղեկությունները եւ լավ է, որ աշխարհը իմանա։